Հիմա ինչն է պատճառը, որ դուք մտավախություն ունեք, որ ձեզ ուզում են տանից դուրս անեն, վտարեն։ Դե որ դիմելա ոստիկանություն, ոստիկաններն ինձ ասեցին մինչև այսօր 9-ից ժամանակ են տվել, որ պետք է դուրս գանք, բայց ոչ մեկին չի հետաքրքրում, թե այս 6 երեխան որտեղ պետք է ապրեն։ Իսկ դուք ինչքան ժամանակ բնակվում եք այս հասցեում։ Արդեն 3-րդ ամիսը չի լրացել։ Այս նոյեմբերի 15-ին կլրանա 3-րդ ամիսը։ Նախնական վճարել եմ գումարը, վերցրել եմ բանալին, դրանից հետո կտրել եմ փարոսը, չեմ կարողացել վճարեմ։ Պայմանավորվել եմ, որ ամսի 20-ին պիտի վճարեմ, բայց քանի որ եկել է տանտերը ու ինձ հասցրել է ինսուլտի աշխանի, ես շատ վատ վիճակում եմ եղել, դրանից հետո այդ փողը տվել եմ դեղերին։ Գումարը պատրաստ է եղել, տվել եմ դեղերին, բայց ինքը չի ընդունում այդ, որ ինքն է եղել պատճառը, ոստիկանության ներկայացուցիչը ստեղ է եղել, որ ես վատացել եմ, ինքնական չէ ոստիկան, ոստիկանության ներկայացուցիչը Մուշեղեր անունը, ինքը ներկա է եղել, որտեղի ոստիկանության։ Քանաքեր Զեյթուն։ Բաժնի ոստիկանը ներկա է եղել, որ ես վատացել եմ, այնքան վատ է, որ ոստիկանը ինքը տեսավ վատ վիճակս, ինքը կազմեց արձանագրությունը, ինքը գրեց, ես մի կերպ ստորագրել եմ։ Լավ, դուք ամեն ամիս ինչքան գումար եք վճարում որպես վարձ։ Որպես վարձ պայմանավորվել ենք 80,000, բայց ես հետո խնդրեցի, որ այս ամեն ինչը ինձ տվել են, օգնել են, իրատունը դատար կա։ Խնդրեցի մի քիչ էժանացնել։ Ասես դու այդ ամիսը վճարի, նրանից հետո կպայմանավորվենք ավելի էժան կվճարես։ Կոմունալները բոլորը մուծել եմ, փարոսը ստացել եմ, կոմունալները բոլորը։ Փարոս ինչքան էիք ստանում։ 50,000։ Իսկ ինչ պատճառ, ինչ համար կտրեցին փարոսից ձեզ։ Այդ որ այս հասցեում գրանցված չէ, օրենքն է տենց է, որտեղ որ ապրում ես, պիտի գրանցվես։ Բայց այնպես չէ, որ փարոսը զրկեցին միանգամից։ 2 ամսվանը տվել են հոկտեմբեր ամսին։ Իսկ դա ամբողջը գնացել է կոմունալներին ու բուժմանը, որտեղ եթե ես չբուժվեի, ի վիճակի չէի, ես մենակ եմ պահում այս 6 երեխեքին։ Վեցն ձերն են, թե։ Վեցն էլ իմն են, իմ երեխեքն են։ Ու միայնակ եք, ասենք ամուսին։ Ամուսինս հիմա ինձ հետ չի ապրում, ինքը ուրիշ կնոջ հետ է ապրում։ Ինքն էլ ի վիճակի չի, որ ինչ-որ բանով օգնի, որտեղ ազատամարտիկ է եղել, շաքարային դիաբետով հիվանդ է, ոտքը վիրահատել է։ Լավ, հիմա դուք մտավախություն եք, որ այսօր ոստիկանությունը գալու է։ Այո։ Ու վտարում կատարի։ Ու դուք ինչ եք խնդրում, ինչ եք պահանջում։ Ես խնդրում եմ մի ապաստան տան, որ ես կարողանամ գոնե այդ վարձ չվճարեմ կամ չնչին գումար վճարեմ, որ այս երեխեքին կարողանամ պահեմ։ Երեխեքը օրեր է լինում, մենակ ցամաքածել չեն կարողանում ուտել։ Չեն կարողանում ոչինչ հնարավոր չի, հիմա էլ իմ առողջականը վատ է։ Իսկ չեք դիմել թաղապետարան։ Դիմել եմ, գրել եմ նամակ վարչապետին, ոչ մի պատասխան չեմ ստացել։ Անձամբ գնացել եմ քաղաքապետի տունը առավոտ շուտ, նամակը հանձնել եմ թիկնապահին, թիկնապահն ասեց մենք ամեն ինչով կաջակցենք, օգնենք, քաղաքապետը կանի, նորից մի ամիս անցել է ոչ մի պատասխան։ Երկրորդ անգամ եմ գնացել քաղաքապետի տուն, առավոտ շուտ։ Թիկնապահները շատ կոպիտ ձևով գնացեք ստեղից, շատ կներեք, ռատներդ քաշեք, ստեղ ձեր համար բան չի։ 2 տեղը դիմել եմ, 2 տեղն էլ պատասխան չեմ ստացել։ Բայց հիմա որ ասենք այսօր հանեցին ձեզ, որտեղ եք մնալու։ Չունեմ մնալու ոչ մի տեղ չունեմ։ Հայր մայր չունեմ, մահացած եմ։ Ոչ մի տեղ չունեմ, որ ես կարողանամ իմ 6 երեխուն գոնե ժամանակավոր պահեմ, որ դրսում չհայտնվեն։ Բանակի տարիքի տղա է, մայիսին պետք է բանակ գնա։ Ինչ խղճով էս երեխեն պետք է գնա հայրենիքը, իր պարտականությունն է պետք է գնա պաշտպանի։ Բայց եթե մենք դրսում ենք, ում պետք է պաշտպանի։ Իսկ միջև այդ որտեղ եք բնակվել։ Մինչև այդ մենք էլի վարձով ենք ապրել, բայց այն ժամանակ առողջականս ներել է, հնարավորություն ունեցել եմ աշխատելով, փարոսով, վարձը վճարեմ։ Սա որ հասցեն է Ռուբինյան։ Ռուբինյանց 6 շենք 19 բնակարան։ Իսկ բնակարանի տերը տղամարդ է, կինը։ Տղամարդ է, մենակ տղամարդ է, 63 տարեկան, չունի ոչ ընտանիք, ոչ կին, ոչ երեխա, որ ասեմ ինքը դրանով պահում է իր ընտանիքը։ Ես ուղղակի խնդրում եմ ժամանակ տան կամ ժամանակավոր մի կացարան։ Հիմա ի վերջո ինչ եք որոշել անել, ինչ պետք է անեք այս ձուն ձմեռին։ Այս
Վերցուն դմերեն ուրիշ ճար չունեմ։ Պետք է վերցնեմ 6 երեխային, գնամ նախագահի հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, նստեմ, մի բան գուցե որոշի, մի բան գուցե անի, կամ էլ վերջի պահին ես իմ երեխեքը պետք է երկիզում անենք, ինքնահարկիզում, ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ճար չունենք ապրելու։ Այդ 50,000 աղքատության փարոսնել եմ տալիս տանտերերին, չեմ կարողանում ինչով պահեմ երեխեքին, գոնե մի տեղ, մի 4 պատելի, որ ես կարողանամ, գոնե այդ փողը իմ երեխեքի սնունդին օգտագործեմ։ Ժամանակավոր մի կացարան, գոնե օգնեն, պատկան մարմիններն օգնեն։ Դավիթ, դու էլ բանակի ես պատրաստում գնալ, բա հետո ուզում ես ծառայես հայրենիքի համար։ Հա, եթե դες դու ընտանիքս դուրս ելնես սարը։ Ինքն էլ խնդիր ունի առողջական, սիրտը լավ չի, զվարանի խնդիր ունի, վիրահատվի պիտի, այդ հարցերով ենք սպաղվում, բայց այդ ամեն ինչը ես չգիտեմ, արդեն մենակով ես մենակս։ Իսկ երեխեքը սովորում եք դուք դպրոցում։ Իսկ դպրոցի ուսուցիչները տնօրինությունը գիտեն ես, որ դուք վարձով եք մնում ու հիմա կարող հայտնվեք փողոցում։ Գիտեն, տեղյակ են պահել։ Իսկ ինչ են ասում։ Դպրոցի տնօրինությունը ամեն կերպ աջակցում, 2 դպրոցում են սովորում երեխաներս, 2 երեխա սովորում են 44 դպրոցում, Հրանտինքի անվան դպրոցում, մեկը սովորում է 125 դպրոցում, 2 դպրոցի կոլեկտիվից է շատ գոհ եմ, ամեն կերպ աջակցում են, եւ ասենք գրքերի հարցով եւ տետրերի հարցով աջակցում են իրանք, ինչքան իրանց հնարավորությունները ներում է։ Իսկ հիմա դուք չեք աշխատում։ Ես հիմա ի վիճակի չեմ աշխատել, առողջականս չի ներում, որտեղ որ ինսուլտ եմ տարել, չեմ կարողանում, գնացի տուն մաքրելու, որ երեխեքի օրվա հացի, ցամաք հացի, այնտեղ 2 անգամ վատացա, որ մի գործատուն կցանկանա, որ իր աշխատողը գա ու վատանա։